հնչեն։ Շատ լավ, մեր վարչական եւ կապիտալ ծախսերի մասնախոսք։ Շնորհակալություն։ Հարգելի Տիկին Վարդան, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում Կենտրոնական բանկի եզրակացությունը 24 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ։ Նախ նշեմ, որ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակներում Կենտրոնական բանկն առաջնորդվում է կատարողականի վերաբերյալ 3 մոտեցմամբ՝ միջնաժամկետ պարտքի կայունության ապահովման հարց, հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածության ու դիրքի, ինչպես նաև երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացմամբ։ Այս սկզբունքների ներքո եւ հաշվի առնելով, որ 24 թվականը պետական բյուջեի կատարման գործընթացն արդեն մանրամասն ներկայացվել է կառավարության գործընկերների, մասնավորապես ֆինանսների նախարարի կողմից, ես կփորձեմ առանձնացնել եւ շեշտադրել Կենտրոնական բանկի տեսանկյունից առավել կարեւոր եւ հիմնական կետերը։ Նախ անդրադառնամ մակրոտնտեսական միջավայրին։ Ինչպես արդեն նշվեց, 2024 թվականի ընթացքում արտաքին հատվածում աշխարհաքաղաքական լարվածությունը ու դրանից բխող տնտեսական անորոշությունները պահպանվել են։ Նման իրավիճակում հարաբերականորեն դրական զարգացումներ են արձանագրվել Հայաստանի տնտեսությունում, թեև տարեսկզբին ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը աստիճանաբար դանդաղել է եւ տարվա արդյունքում կազմել է 5.9%։ 24 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է վերջին տարիներին ձևավորված արտաքին բարձր պահանջարկի աստիճանական դանդաղմամբ, ինչն արտահայտվել է ոչ առևտրային դրամական փոխանցումների եւ զբոսաշրջային հոսքերի շարունակական նվազմամբ։ Զուգահեռաբար ներքին պահանջարկն աշխուժացել է, ինչը դրսևորվել է եւ մասնավոր սպառման եւ ներդրումների, այդ թվում նաեւ պետական ներդրումների բարձր աճով։ Միևնույն ժամանակ տարվա արդյունքում արձանագրվել է արտաքին ապրանքաշրջանառության երկնիշ աճ, հիմնականում պայմանավորված վերաարտահանման բարձր ծավալներով։ Տնտեսական աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի եւ ծառայությունների ճյուղերը։ Նշենք նաև, որ տնտեսական աճը թեև որոշակիորեն ցածր է եղել կառավարության թիրախային ցուցանիշից, սակայն ձևավորվել է երկարաժամկետ կայուն ներուժային մակարդակի շուրջ։ Այսպիսով 24 թվականին ՀՀ տնտեսական աճը որոշակի ճշգրտվել եւ ձևավորվել է ներուժային մակարդակի շուրջ, այնուամենայնիվ դրա կառուցվածքային որոշակի առանձնահատկությունները, անորոշություններ եւ ռիսկեր են պարունակում աճի ներառականության, կայունության եւ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից։ Ինչ վերաբերում է գնաճին, ապա 24 թվականին տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է մեծամասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող դեռևս գնանկումային ազդեցություններով, ինչպես նաև ներքին որոշ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի թուլացմամբ։ Նշենք, որ ընդհանուր պահանջարկի միջավայրը եւ աշխատաշուկայի պայմաններում եւս որոշակի թուլացել եւ կայունացել են, նպաստելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի եւ գնաճային սպասումների նվազմանը։ Նման զարգացումների պայմաններում Կենտրոնական բանկը շարունակաբար նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 24 թվականին, ընդհանուր առմամբ նվազումը կազմել է 2.25 կետ, տարեվերջին տոկոսադրույքը կազմել է 7%։ Արդյունքում 24 թվականին 12 ամսյա գնաճը ողջ տարվա ընթացքում պահպանվել է թիրախից ցածր մակարդակում, դեկտեմբերին կազմել է 1.5%։ Ընդ որում 12 ամսյա բնականոն գնաճը եւս տարվա ընթացքում պահպանվել է ցածր մակարդակում ու տարեվերջին կազմել է 0.9%։ Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը, պետք է նշել, որ հարկաբյուջետային քաղաքականությունը 24 թվականին շարունակել է առաջնորդվել կառավարության միջնաժամկետ ծրագրով նախանշված տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված ներդրումների մակարդակի բարձրացման եւ պարտքի կայունության պահպանման սկզբունքով, սակայն մի կողմից տնտեսական աճի դանդաղման եւ կառուցվածքային առանձնահատկությունները, մյուս կողմից անհետաձգելի կարիքների համար առանձին ոլորտներում առաջացող հիմնախնդիրներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրերի իրականացումը որոշիչ են եղել հարկաբյուջետային քաղաքականության 24 թվականի թիրախների ապահովման տեսանկյունից։ Այսպես 24 թվականի տնտեսական աճի դանդաղում ու աճի կառուցվածքի առանձնահատկությունները անդրադարձել է հարկերի հավաքագրման վրա, արձանագրվելով հարկերի աճի ծրագրից ցածր ցուցանիշներ։ Այսպես հարկային եկամուտները 23 թվականի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ հարկեր ՀՆԱ հարաբերակցությունը 0.5%-ային կետով նվազել է եւ կազմել 23.6%։ Հարկ է նշել նաեւ, որ հարկեր ՀՆԱ 1.3%-ային կետով ցածր է եղել տարվա համար նախատեսված ցուցանիշից, զիջելով նաեւ միջնաժամկետ հատվածի համար նպատակադրված թիրախին։ Այսպիսով 24 թվականի տնտեսական աճի կառուցվածքում
կարճաժամկետ գործոնների գերակայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հարկային եկամուտների նպատակադրված թիրախների ապահովման համար կարևորվում են տնտեսության կառուցվածքին համարժեք հարկային քաղաքականության ճշգրտումների իրականացումը և բյուջեի վերաբաշխման արդյունավետության ապահովումը։ Առաջնորդվելով տնտեսության ներուժի ավելացման և տնտեսական աճի նպատակադրված թիրախի ապահովման սկզբունքով, պետական բյուջեի ծախսային քաղաքականությունը 24 թվականին շարունակել է շեշտադրել կապիտալ ծախսերի, ծավալների աճի ապահովումը, ինչպես նաև անհետաձգելի սոցիալական կարիքներին ուղղված հարկաբյուջետային աջակցության ծրագրերը։ Արդյունքում 24 թվականի պետական բյուջեի ծախսերը աճել են և ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով, միևնույն ժամանակ ուղեկցվելով ծախսերի ծրագրավորվածի նկատմամբ թերի կատարման արդյունքներով։ Այսպես 24 թվականին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 16%-ով պայմանավորված ընթացիկ ծախսերի 16.3% և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի 12.8% աճերով։ Արդյունքում 24 թվականի պետական բյուջեի ծախսերի կշիռը ՀՆԱ-ում աճել է և կազմել 29.2%, որտեղ ընթացիկ ծախսերի կշիռը ՀՆԱ-ում նախորդ տարվա նկատմամբ աճել է 1.3%-ային կետով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն աճել են 0.3%-ային կետով։ Հատկանշական է, որ չնայած կապիտալ ներդրումների աճին, այն զիջել է ինչպես տարվա համար նախատեսված, այնպես էլ կառավարության ծրագրով նպատակադրված թիրախին և կազմել ՀՆԱ-ի 5.5%-ը։ Հարկ է նշել, որ կապիտալ ծախսերի կատարողականը, որը վերջին տարիներին ուղեկցվում է ծրագրավորված ծավալների շարունակական ավելացմամբ, 24 թվականին որոշակի վատթարացել է։ Այսպես կապիտալ ծախսերի կատարողականը ճշտված ծրագրերի նկատմամբ կազմել է 84.7%, նախորդ տարվա 95.8-ի համեմատ, իսկ պետական բյուջեի սկզբնական ծրագրի նկատմամբ կազմել է 78.5%։ Այս պարագայում հարկ է շեշտադրել, որ կապիտալ ծրագրերի կառավարման և իրականացման արդյունավետության բարձրացման խնդիրը շարունակում է մնալ արդիական։ Ավելին, կապիտալ ծախսերի ցանկացած թերակատարում ռիսկ է ստեղծում միջնաժամկետ տնտեսության ներուժային աճի նպատակադրված ցուցանիշի ապահովման համար։ Արդյունքում տնտեսական աճի սպասվածից ցածր մակարդակի և համախառն պահանջարկի աստիճանական թուլացման պայմաններում 24 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա ունեցել է չեզոքին մոտ փոքր ընդլայնող ազդեցություն, ազդակը մեր գնահատմամբ 0.5։ Պետական բյուջեի և եկամուտների և ծախսերի համեմատաբար ցածր կատարողականների արդյունքում 24 թվականին բյուջեի պակասուրդը թեև գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, սակայն ցածր է եղել 24 թվականի բյուջեում նախատեսված ցուցանիշից։ Այսպես 24 թվականին պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում կազմել է 3.7% ծրագրավորված 4.6-ի և 23 թվականի 2%-ի դիմաց։ Միևնույն ժամանակ բյուջեի կատարումն ուղեկցվել է հարկաբյուջետային կանոնների պահպանմամբ և տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի պակասուրդը մշտապես ցածր է եղել կապիտալ ծախսերից։ 24 թվականին, ինչպես և նախորդ տարի, պակասուրդի մեծ մասը՝ 95.5%-ը ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին, միաժամանակ արձանագրելով արտաքին աղբյուրներից ֆինանսավորման ծրագրավորվածի համեմատ ավելի ցածր շեղման մակարդակ։ Հատկանշական է, որ 24 թվականի ընթացքում որոշակի նվազել են բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ծախսերը, պայմանավորված դրամարկային քաղաքականության աստիճանաբար մեղման արդյունքում պետական պարտատոմսերի տոկոսների նվազմամբ։ Արդյունքում 24 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը հիմնականում կրել է չեզոք բնույթ։ Այս առումով հարկ է նշել, որ տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող հարկաբյուջետային խնդիրները, ինչպես նաև կապիտալ ծախսերի ծրագրերի իրականացման ուղղությամբ դեռևս պահպանվող թերակատարումները որոշակի անորոշություններ և ռիսկեր են պարունակել տնտեսության հարկաբյուջետային քաղաքականության անհրաժեշտ դիրքի ապահովման տեսանկյունից։ Կառավարության պարտքի բեռը 24 թվականին պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում և, ինչպես նախարարն էլ նշեց, կազմել է 48.3%։ Նշենք նաև, որ կառավարության պարտքի բեռը ցածր է եղել 22-26 պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված ցուցանիշից։ Արդյունքում կարելի է արձանագրել, որ 24 թվականին տնտեսության ներուժի ավելացմանն ուղղված պետական ներդրումային ծրագրերի իրականացմանը զուգահեռ պետական պարտքի կայունության ապահովումը, ինչպես նաև բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համատեքստում պարտքի կառավարման համարժեք և արդյունավետ ռազմավարության կիրառումը կարևոր նախապայման են հարկաբյուջետային քաղաքականության ճկունության,
տնտեսության միջնաժամկետ աճին ուղղված ծրագրերի շարունակականության, ինչպես նաև պարտքի սպասարկման հեռանկարների բարելավման համար անհրաժեշտ երաշխիքների ձևավորման տեսանկյունից։ Ամփոփելով նշենք, որ չնայած շարունակվող մարտահրավերների և անորոշություններին, ինչպես նաև տնտեսական աճի դանդաղմանն ու կառուցվածքային առանձնահատկություններին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների արդյունավետ համադրման շնորհիվ 24 թվականին հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այնուամենայնիվ, ձևավորված մակրոտնտեսական անորոշությունների պայմաններում 24 թվականին իրականացված հարկաբյուջետային քաղաքականության արդյունքները շեղվել են միջնաժամկետ և երկարաժամկետ նախանշված թիրախներից։ Այս համատեքստում Կենտրոնական բանկը կարևորում է տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող անհրաժեշտ ոլորտային վերաբաշխմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև պետական կապիտալ ծախսերի նախատեսված ծավալների ապահովման անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային կայունության և տնտեսական խթանների արդյունավետ համադրման շրջանակներում Կենտրոնական բանկը ընդգծում է կառավարության նպատակադրված թիրախներն ապահովող արդյունավետ միջոցառումների հետևողական իրականացման կարևորությունը։ Ձեր թույլտվությամբ անդրադառնամ նաև մեր ծախսերին։